Եվ այսպես ամերիկյան հետախուզությունը չի հավատում Նիկոլ Փաշինյանին, չի հավատում Նիկոլ Փաշինյանի հաղթանակին։ Հարգելի հեռուստադիտողներ, ամերիկյան հետախուզությունը զեկույց է հրապարակել, այսօր այդ զեկույցը հրապարակվել, որում կա փոքրիկ անդրադարձ հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս ֆորմատին, ներկայիս կարգավիճակին եւ ի թիվս այլնի ամերիկյան կողմը բացահայտ կերպով նշում է հետեւելը, թեպետ կա հնարավորություն, որ կողմերը հասնեն հաջողության, բայց կա վտանգ, որ այդ ամենը խափանվելու է, որովհետեւ Ադրբեջանը առաջ է քաշում նախապայման կապված սահմանադրական փոփոխությունների հետ եւ դա այն իրավիճակում, երբ որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները, վերջն արդյունքները իրենք այնքան էլ պարզ չեն։ Այսինքն ամերիկյան հետախուզությունը հստակ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն աջակցությունը, որը իրեն թույլ կտա հանգիստ հաղթել ընտրություններում, ապա հետո հրամցնել հասարակությանը սահմանադրական այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանցիներին, որոնք անհրաժեշտ են թուրքերին։ Այստեղ մի փոքր շեղվենք թեմայից, հարգելի հեռուստադիտողներ, հիշում եք վերջերս ամերիկյան ԻՐԻ-ի կողմից պատվիրված հարցում էր հրապարակվել, ըստ որի Նիկոլ Փաշինյանը 29% աջակցություն ունի։ Ըստ երևույթին ամերիկյան հետախուզությունը ունի այդ հարցման իրական թվերը եւ իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այն ուրախ ավտոբուսում, որով նա շրջում է Հայաստանով մեկ 29% աջակցություն չունի եւ ամերիկյան հետախուզությունը հենց սա է փաստում, որ Նիկոլ Փաշինյանը չունենալով վստահություն խնդիր է ունենալու հրամցնել քաղաքացիների սահմանադրական փոփոխությունները։ Տեսեք, մենք պետք է նաև նշենք հետևյալը, ամերիկյան կողմի մտավախությունը որն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվում, կյանքի չի կոչվում այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ձեռք է բերվել պայմանավորվածություն թրիպի վերաբերյալ, որը ոչ այլ ինչ է, քան Զանգեզուրի միջանցք ուղղակի այլ անվանմամբ, իսկ ֆունդամենտալ առումով թրիպը ինչին է ուղղված, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու, Չինաստանին տարածաշրջանից փաստորեն դուրս բերելու այն համատեքստում, որ տարածաշրջանի կոմունիկացիաները չպետք է օգտագործվեն չինական կողմից, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ սանիտարական կորդոն ձևավորելուն ամերիկացիները ունեն մտավախություն, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս կոնստրուկտից հանում ես, այս ամեն ինչը ոչնչանում է Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետություն չէ, եւ երբ որ մեկ քաղաքական գործիչ այսպես արագից դուրս է գալիս, քաղաքական ամբողջ կուրսը փոխվում է։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը գոնե հետախուզության մակարդակով Անկարան եւ Բաքուն խաղադրույքը կատարում են պերսոնալ Նիկոլ Փաշինյանի վրա։ Եվս մի կարևոր նրբերանգ ամերիկյան հետախուզության զեկույցից։ Տեսեք, իրենք խոսում են, որ խաղաղությունը վտանգված է եւ վտանգված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն չունի կրկին ասենք այն վստահությունը, որը այն աջակցությունը, որը վստահաբար կարելի ասել կարող է նյութականացվել նրանում, որ սահմանադրական փոփոխություններում կընդունվի այն տարբերակը, որը անհրաժեշտ է Ադրբեջանին, բայց որևիցե խոսք չկա հումանիտար աղետի մասին, որի մեջ մենք գտնվում ենք Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո 23 թվականին Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացրեցին էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանում այս տեսակ հումանիտար աղետներ չեն եղել։ Ավելի քան 100,000 մարդ զրկվել էր իր բնորանում ապրելու հնարավորությունից, տեղափոխվել էին Հայաստան, կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուզում են վերադառնալ Արցախի Հանրապետություն, բայց սրա վերաբերյալ զեկույցում ոչինչ չկա, ոչ մի խոսք չկա նաև ռազմագերիների մասին։ Այս բոլոր հարցերը իրենք չեն կարող չազդել խաղաղություն կոչվածի որակի եւ երկարատևության վրա։ Եթե այս բոլոր հարցերը լուծված լինեին, մենք իսկապես հնարավոր է խոսենք այն մասին, որ փոխըմբռնման ինչ-որ մթնոլորտ կարող էր ձևավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ամերիկացիներն էլ, եթե իրենք միջնորդ են այս ամեն ինչում եւ հետաքրքրված են նրանով, որ կողմերի միջեւ լինի խաղաղություն, իրենք այս ամեն ինչը պետք է հաշվի առնեն, բայց իրենց որակը խաղաղության չի հետաքրքրում, ամփոփելով իրենց հետաքրքրում է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա պահպանել իր իշխանությունը։ Դրա համար անհրաժեշտ են բոնուսներ։ Այդ բոնուսներից կարևորագույնը պետք է լինի այսպես կոչված խաղաղության պայմանագիր եւ իրենք փաստացիորեն թուրքերի հետ միասին դրդում են Իլհամ Ալիևին տալ այդ թղթի կտորը Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողանա վերարտադրվել։ Հակառակ պարագայում ոչ միայն ընտրությունների ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ, այլ նաև հետընտրական փուլում սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարող է չկարողանալ համոզել քաղաքացիներին կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Հիշեք,
իրի հարցում ասում են 29% աջակցություն ունի այս մարդը, բայց եթե 29% աջակցություն ունի, ինչու եք մտավախություններ հայտնում, որ նա կարող է ոչ միայն փաստացրել չվերարտադրել, այլ համադրական փոփոխություններն էլ կարող են չիրականացվել։ Մտածեք, թե ինչ իրական թվեր կան այդ հարցման մեջ, մտածեք այդ մասին։